Բազմաթիվ անգամներ ես անձամբ ղեկավարել եմ, անցկացրել եմ ակցիաներ թե գլխավոր դատախազության մոտ, թե ազգային ժողովի մոտ, թե Երևանի քաղաքապետարանի մոտ եւ այս 3 տարիները ցույց տվեցին, որ ցավոք սրտի ամեն անգամ նույն բանն է, ասում են, որ խոստանում ենք, այս մի հարցը կկարգավորենք եւ այդպես էլ որևէ բան չի կարգավորվում, դե Կումնիսպ-ն այսօր առիթ է, որ մենք այստեղ ենք եկել, Կումնիսպ-ի մասին ես խոսել եմ դեռ 2 տարի առաջ, նույնիսկ ազգային ժողովում եմ բարձրաձայնել, որ այստեղ բացահայտ պետական բյուջեի մսխում է տեղի ունենում եւ որևէ աշխատանք չի իրականացվում, որովհետեւ մենք պիտի պարզ հասկանանք, որ Հայաստանի Հանրապետության համար, որն ունի այս պահին անտուն կենդանիների խնդիր, որը որ պետք է կանգնի ճիշտ լուծման ճանապարհին, ունենալ ճիշտ գործող ստեղծման ծրագրեր շատ կարևոր է։ Եվ ես սա ուզում եմ ասեմ հանրության այն զանգվածի համար, ովքեր ասում են, որ ստեղծման ծրագրերը օգուտ չեն տալիս։ Իրենք չեն կարող օգուտ տալ, եթե մասնակցում են տենդերներին ոչ կոմպետենտ կազմակերպություններ, որոնք բացարձակապես չեն հասկանում, թե ինչ է նշանակում ստեղծում, որոնք բացարձակապես կապ չունեն առհասարակ կենդանիների հետ, որոնք պարզապես տենդերի գումարը վերցնում են եւ որևէ աշխատանք չեն իրականացնում։ Պարզ է հարգելի հասարակություն, որ դուք չեք տեսնելու եւ որևէ արդյունք։ Դրա համար մենք այսօր այստեղ ենք եւ մենք որպես հարկատու պահանջում ենք, որպեսզի մեր հարկերը օգտագործվեն ի նպատակ, որովհետեւ իրականում յուրաքանչյուրիս ցանկությունը եւ պահանջը նա է, որ այս հարցը կամաց-կամաց ստանա լուծումներ։ Այն, որ գործերը կոչվում են, ես կհիշեցնեմ, որ եզակի դեպքերից մեկն է եղել, երբ որ Նուբարաշենում ծեծված շան, որը որ այս պահին գտնվում է իմ խնամքի տակ, տերը պատժվեց քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, 307-րդ հոդվածով, Շենգավիթի առաջի ատյանի քրեական դատարանում դատավոր Արշակ Մաթևոսյանը վճռեց, որ տվյալ անձը մեղավոր է կենդանու հանդեպ դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ եւ սահմանեց օրենքի թույլատրելի սահմանով ամենախիստ պատիժը։ Այս պարագայում մենք պետք է հասկանանք, որ օրենքը ունի տարբեր չափորոշիչներ եւ այս դեպքի առումով չափորոշիչ այն էր, որ անձը տուգանվեց կես միլիոնից ավել դրամի չափով։ Եվ միանշանակ դա իր ամբողջ կյանքում հետապնդելու է իրան, որովհետև դա արդեն քրեական պատասխանատվություն է, այսինքն մարդը կատարել է քրեական պատասխանատվություն ենթադրող արարք։ Մնացած դեպքերով մենք հաղորդում էինք տվել, օրինակ, չգիտեմ, շատերը կհիշեն Դավիթաշենում 5-րդ հարկից շուն էին գցել ներքև, մենք բարձրաձայնեցինք, տվեցինք հաղորդում հանցագործության մասին, ուր է հիմա այդ գործը, հավանաբար հերթական քննիչը համարել է, որ այդտեղ որևէ հանցակազմ չկա։ Այսինքն շանը 5-րդ հարկից ներքև գցելը, դրանից հետո Երևանում գործող պետական հաստատության կողմից շան մարմինը արագ այդտեղից հեռացնելը, պատկան մարմիններին որպես պետական կառույց որևէ հաղորդում չներկայացնելը, այդ ամեն ինչը իր մեջ որևէ հանցակազմ փաստորեն չի պարունակել, հասկանում եք։ Որի պարտականությունների մեջ է անկած կենդանիների դերը հավաքելը, դա Երևանի ՀՕՀԱԿ-ն է, որ այն ժամանակ իրանք եկել էին, դին տարել էին, շատ լավ տեսել էին շան վիճակը, շատ լավ լսել էին, որ շանը 5-րդ հարկից են ներքև գցել, բայց ցավոք տվյալ կառույցը չէր դիմել պատկան մարմիններին պարզաբանելու համար, թե ինչ իրավիճակ է եղել։ Չնայած ես կարծում եմ, դա իմ անձնական կարծիքն է, որ առաջինը հենց այդ կառույցը պետք է դիմեր պատկան մարմիններին եւ պահանջեր արդար քննություն։ Դրանից հետո հոկտեմբերյանում թունավորումներ տեղի ունեցան, 40-ից 50 շուն ամբողջ ճանապարհով թունավորված վիճակում եւ որևէ մեկը դրա համար հերթական անգամ պատասխանատվություն չկրեց։ Եվս մեկ անգամ ապացուցում է փաստը, որ որևէ աշխատանք չի արվում, որովհետեւ որևէ մեկը չհայտնաբերվեց, որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց։ Նույնը այս Կումնիսպ նորոգում, որը որ ոչինչ չի նորոգում, Սոլար գոլորշիացող ՍՊ, որը Գյումրիից 2 տարի առաջ շահեց տենդեր արևային կայանների տեղադրման, որի մասին հոդված կա տպագրված, այսինքն որևէ մեկը չի կարող ասել, որ մենք ապատեղեկատվություն ենք տարածում, հոդված կա տպագրված, որ տվյալ ՍՊ-ն շահել է տենդերը արևային կայանների տեղադրման համար եւ հեռացել է, թռել է, անհետացել է, ես չգիտեմ
դա ոնց նկարագրեմ, եւ դրանից հետո կապի ընդհանրապես դուրս չի եկել։ Ու այդ ամեն ինչը իմանալով ու հաշվի առնելով թույլ են տալիս, որպեսզի նորից նույն ՍՊԸ-ն մասնակցի մեկ այլ տենդերի, այսինքն արևային կայանների տեղադրմամբ զբաղվող ՍՊԸ-ն ինչ կապ ունի կենդանիների ստեղծման հետ։ Նորոքում ՍՊԸ-ն ինչ կապ ունի, Ադել Շին ՍՊԸ-ն ինչ կապ ունի, որ ոչինչ չի կառուցում, երևի մենակ քանդում է, բայց անունը Ադել Շին է։ Այստեղ կոռուպցիոն մեծ ռիսկեր կան, կոռուպցիոն մեծ ռիսկեր, եթե մենք այսօր ունենք պատկեր, որ քննչական կոմիտեի մակարդակով գործը կարճվում է դեռ ապրիլին, մեզ տեղյակ չեն պահում, թույլ չեն տալիս, որպեսզի մենք բողոքարկենք։ Եթե մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որ մինչև այսօր մեզ համոզում էին, որ գործը քննության փուլում է, որ դեռ ընթացքի մեջ է ու եւ այլն, հա 2 տարի ընթացքի մեջ է, ինչ են քննում 2 տարի, ամենայն անկեղծությամբ չեմ հասկանում, ինչն էին իրանք քննում, հա, եւ ի վերջո պարզվում է, որ այդ ամեն ինչը սուտ էր եւ դրա հետ մեկտեղ պարզվում է, որ տվյալ ՍՊԸ-ն Վիրաբյանի գլխավորությամբ տարբեր ՍՊԸ-ները շարունակում են մասնակցել տենդերների, այստեղ միայն մեկ ֆակտոր է մնում, որ սա կոռուպցիան հոպոզով փոչով չի լինում վերջի վերջո, բայց եթե կոռուպցիա չի, բա ի՞նչ է։ Այստեղ եմ այսօր, որպեսզի հերթական անգամ ցույց տամ հանրությանը, ինչն է իրականում խնդիրը։ Այսինքն մեղավորը կենդանասերները չեն, կենդանապաշտպանները չեն, մեղավորը այդ կենդանիները չեն, որ իրանք դրսում են։ Մեղավորը այն սիստեմն է, որը այսօր կա։ Սիստեմը, համակարգը, այսինքն համակարգը, որը բացարձակապես անհանգստացած չի նրանով, որ պետական բյուջեի գումարները մսխվում են, անհանգստացած չի բացարձակ նրանով, որ Հայաստանի Հանրապետության ներքին խնդիր հանդիսացող հարցը առ այսօր չի կարողանում լուծումներ ստանալ, չի կարգավորվում, նստում ուրախանում ենք, որ ազգային ժողովում օրինագիծը վերջապես քննարկեցին, կառավարությունը հավանություն տվեց, հիմա պետք է ազգային ժողովում, ես չգիտեմ երբ, կենդանիների բարեկեցության մասին օրենքը դնեն քննարկման ու եւ այլն, բայց դա առ ոչինչ է, եթե չկա պատկերացում նրա, թե այդ օրենքի բոլոր կետերը ինչպես պետք է վերահսկվեն։ Առ ոչինչ է դա, այսինքն եթե պիտի լինի հերթական թուղթը, որի վրա գրելու են, թողեն այդ թուղթը տենց մնա մենակ մեր բերանը փակելու համար, մենք այդ ամեն ինչը արդեն անցել ենք, մենք շատ լավ գիտենք ու դա միայն այս ոլորտում չի կատարվում, Հայաստանում շատ ու շատ բազմաթիվ ոլորտներում այս նույն խնդիրները կան, ուղղակի մենք այստեղ խոսում ենք կենդանիներից։